Բարի երեկո, եթերում Արտֆոկուսն է։ Ուրախ եմ, որ Երևանը մեծանում է և վերածվում մայրաքաղաքի։ Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ և արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերի համար։ Իր ապագա տան մասին այսպես է գրել Մարտիրոս Սարյանը դեռևս 1927 թվականին արվեստաբան Ռուբեն Դրամբյանին ուղղված իր նամակներից մեկում։ 20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ։ Բացվել է 1967 թվականին նկարչի կենդանության օրոք։ Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, որտեղ նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-ից 72 թվականներին և պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից։ Թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը, սկսած 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները։ 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի հարկերում ժամանակագրական կարգով։ Այն ընդգրկում է նաև հայտնի աշխատանքներ Սարյան ընտանիքի հավաքածուից։ Այցելուները հնարավորություն ունեն նաև վայելելու տուն-թանգարանի սրբավայրը՝ Վարպետի արվեստանոցը։ Ինչ փոփոխություններ են տեղի ունեցել թանգարանում վերջին տարիների ընթացքում և ինչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում, ինչպիսին է թանգարանի զարգացման տեսլականը։ Այս և մի շարք այլ թեմաների շուրջ կզրուցենք Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանի և բանասիրական գիտությունների թեկնածու, թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռուզան Սարյանի հետ։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի առաջին տնօրենը եղել է Ղազարոս Սարյանը, անվանի մեծանուն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, այնուհետև Շահեն Խաչատրյանը, ում շնորհիվ մեծապես ընդլայնվեց թանգարանի հավաքածուն, Լուսիկ Միրզոյանը և շուրջ 19 տարի թանգարանը ղեկավարել եք դուք, Տիկին Սարյան, և ըստ էության ղեկը 2023 թվականին փոխանցվել է Բելլա Իսահակյանին ձեր դստերը։ Որքան պատասխանատու էր այդ ղեկը ստանձնելը, թե գուցե ամեն բան բնականon ստացվեց այն տեսանկյունից, որ ծնվել եք այդ միջավայրում, ապրել եք այդ միջավայրով և ըստ էության ձեր մայրը վերջին տասնամյակներում եղել է Մարտիրոս Սարյանի արվեստի մեծ պրոպագանդիստներից մեկը և ձեզ համար գուցե այդ ամենը շատ պետք է բնականon լիներ։ Անշուշտ շատ մեծ է պատասխանատվությունը։ Եվ ընդհանրապես մենք մեծացել ենք այդ միջավայրում, որովհետև ինչպես գիտեք, դա տուն-թանգարան է եւ փոքր տարիքից մենք այն տանն ենք մեծացել, իմ պապիկիս Ղազարոսի տունն է եղել։ Մարտիրոս Սարյանի մահվանից հետո անտեղ ապրել է պապիկս, իր կին Արաքսի Սարյան, այսինքն այդ օջախը միշտ եղել է եւ 2013 թվականից հետո նոր արդեն այցելուների համար նաև այդ տան հատվածը բացվեց, որտեղ միջ այդ տան հատվածը փակ էր եղել։ Արվեստանոցը բաց էր այցելուների համար, թանգարանը, բայց տան հատվածը փակ էր եղել։ Եվ ինչպես արդեն ասացի, այդ մթնոլորտում ենք մենք մեծացել բոլոր թոռնիկները, երեխաները եւ պատասխանատվությունը այո շատ մեծ է։ Եվ հպարտությամբ ես կրում եմ այդ պատասխանատվությունը։ Ինչ հաղթանակներ է վերջին 2 տասնամյակում արձանագրել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, որքանով է փոխվել հիմնական ցուցադրությունը, գլոբալ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Գլոբալ փոփոխությունների մասին կարող եմ ասել, որ 13 թվականից թանգարանը փակվել էր, ունեցել ենք մեծ փոփոխություն։ Թանգարանը երկհարկանի էր, իլովին նոր 4-րդ հարկ է կառուցվել, որովհետև մենք ունենք տարածքի խնդիր։ Հիմա դրա շնորհիվ մենք ունենք մեծ դահլիճ, որտեղ ժամանակ առ ժամանակ անցկացնում ենք տարբեր միջոցառումներ, համերգներ, ունենք երեխաների համար նկարչական ստուդիա, եւ կարևոր բաներից մեկն է, որ մենք ունենք վերելակ, որովհետև հաշվանդամ մարդկանց համար հիմա թանգարանը նույնպես հասանելի է, այո, նաեւ փոփոխությունը ոչ միայն վերելակի կամ 4-րդ հարկի հետ է կապված, ընդհանրապես շատ կարևոր է նաև այն համակարգը, որ դրվեց լուսային, որտեղ թանգարանում պարտադիր պետք է լինի հատուկ
լուսավորվածություն, որը չի վնասում նկարներին։ Մենք ունեցել ենք պատուհաններ, որը վերացավ, որովհետև շատ վնասակար է արևի լույսը, հատկապես եթե գրաֆիկա է ցուցադրված։ Այո, այդ բոլոր մանրուքները հիմա հաշվի են առնված եւ խոնավեցման այդ համակարգը, չէ, համակարգը պարտադիր պետք է լինի, դա այն մի բան, խնդիրն է, որ ես պետք է լուծեմ այս մի մոտակա ապագայում, բայց ջեռուցման համակարգը, ամբողջ այդ սիստեմը, որ պետք է գործի թանգարանում, որպեսզի նկարները չվնասվեն, այդ ամենը մեր մոտ կա։ Տիկին Սարյան, հաշվի առնելով, որ թանգարանը ընդլայնվել է եւ 4-րդ հարկն է բացել իր դռները այցելուների առջև, որքան ինչ է ցուցադրվում 4-րդ հարկում եւ որքանով է առհասարակ հիմնական ցուցադրությունը փոխվել տարածքի ընդլայնման հետ։ 4-րդ հարկը մեզ հնարավորություն տվեց, որ միջոցառումներ անցկացվեն ոչ թե ցուցադրական տարածքներում նկարների հարևանությամբ, ինչը բավական միշտ մեզ համար պրոբլեմատիկ էր, որտեղ մարդիկ չգիտես ինչու սիրում են պատերին հենվել, մոտենալ շատ եւ երբ որ նկատողություն ես անում, նեղանում են եւ այլ, դրա համար դա մեզ իհարկե փրկություն է, որ միջոցառումներ անցկացվեն այնպիսի մի տարածքում, որտեղ նկարները չեն ցուցադրվում, բայց մենք ունենում ենք նաեւ ժամանակավոր ցուցահանդեսներ եւ իհարկե այն ժամանակ միջոցառումները ինչ որ մի ժամանակ չենք անում, մշտապես ավելի հաճախ այդտեղ ցուցադրվում են վերատպություններ այն նկարների, այն Սարյանի գլուխգործոցների, որոնք գտնվում են Ռուսաստանի հայտնի թանգարաններում, ինչպես Փյունիկյան Արմավենին, Պոլսո փողոցը կեսօրին եւ այլ հայտնի գործեր, շատ լավ որակի պրինտերը, որ չենք վախենում, որ նրանք վնասվեն եւ այլն, բայց նրանք բավական մեծ այսպես բան են հաղորդում դահլիճին, շատ գեղեցիկ է նայվում, բայց ունենում ենք նաեւ ցուցահանդեսներ ժամանակավոր, այն ժամանակ պետք է որ հսկիչների հարցը լուծվի, որտեվ դա բավական մեզ մոտ բարդ խնդիր է, միշտ կարծես հսկիչների պակաս ենք զգում, որովհետև ուզում ես ավելի այսպես հսկված լինի տարածքը եւ մի խոսքով Պրոբլեմները միշտ կան, բայց եւ լուծելու խնդիրների այսպես ցանկությունը հաղթահարում է բոլոր դժվարությունները։ Ավելացնեմ, եթե կարելի է, որ 4-րդ հարկում նաեւ հնարավորություն ենք մենք տալիս երիտասարդ նկարիչներին, որպեսզի նրանք կարողանան Սարյան տուն-թանգարանում հենց 4-րդ հարկում ունենան իրենց անհատական ցուցահանդեսը, մենք ունեցել ենք այդպիսի փորձ եւ մեր նաեւ հայտնի նկարիչներ, այսինքն դա նոր հնարավորություն է ունենալ ինչ-որ հարթակ, որտեղ կարող են նաեւ մեր թանգարանում նկարիչները ցուցադրել իրենց աշխատանքները։ Առհասարակ վերջին տարիների ամենագլխավոր ցուցադրությունների մասին կպատմեիք։ Ամենագլխավոր ցուցադրություններից մեկն է եղել Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին մեր թանգարանի հավաքածուից աշխատանքներ եւ իսկապես դա մի յուրահատուկ ցուցահանդես էր։ Արևելյան շրջաններ ներկայացված եւ շատ բարձր մակարդակով այդ ցուցահանդեսը անցկացվեց եւ արվեց եւ բացումը եղավ։ Այս օրերին գործում է ջրաներկի ցուցահանդեսը, խնդրեմ ներկայացնել ինչ գործեր են, ինչ սկզբունքով է նաեւ համադրվել այդ ցուցադրությունը։ Ջրաներկի ցուցահանդեսը մենք նվիրեցինք Սարյանի 145-ամյակին ծննդյան, դա այն գործերն են, որ ընդհանրապես թղթի վրա գրաֆիկան ցուցադրվում է բավական կարճ ժամանակով, որովհետև դրանք շատ պետք է հետևես նրանց թե լույսը, այսինքն 3-ից 5 ամիս մաքսիմում, եւ դրա համար այդ գործերը հաճախ չի որ ցուցադրվում են եւ հիմա կա հնարավորություն մաքսիմալ մեր
Սարյան թանգարանի հավաքածուում պահպանվող ջրաներկ աշխատանքները Սարյանի, մանավանդ նրա հեքիաթներ, երազներ շարքն է ներկայացված, նրա գրքային նկարազարդումներից որոշ նմուշներ, դիմանկարներ եւ այլն, դրանք ցուցադրվում են։ Սկսած 1902 թվականից մինչև ավելի ուշ շրջանի գործերը Մարտիրոս Սարյանի այժմ ցուցադրված են իմիջիալոց եւ առաջի հարկում են ցուցադրվում եւ 4-րդ հարկում։ Քանի որ նրանք ապակիների տակ են եւ այլն ավելի հանգիստ ենք եւ ուրեմն այդ ցուցադրությունը կավարտվի հունիսի 5-ին, դրա համար ցանկացողները այդ առիթը բաց չթողնեն գան տեսնելու, որտեվ մյուս անգամ չգիտես արդեն երբ կկարողանանք նման ցուցահանդես կազմակերպել։ Հրաշալի Բելա, ինչպես է թանգարանը դիրքավորվում հայաստանյան այս թանգարանային միջավայրում, հա, մարքեթինգային, ինչ քայլերի եք դիմում այցելուների քանակը ավելացնելու, թեև հայտնի է, որ Մարտիրոս Սարյանի թանգարանը այն թանգարաններից է միշտ եղել ու կա Հայաստանում, որ այցելուների պակաս չի ունենում, այնուամենայնիվ։ Շատ լավ հարց եք տալիս, հիմա իսկապես կարևոր բաներից մեկն է լինել ժամանակի հետ համահունչ։ Եվ թանգարանը պետք է լինել կենթանի կառույց եւ շատ կարեւոր է որ երիտասարդ սերունդն կարողանաս դու գրավիչ լինել եւ իսկապես ես շատ ուրախանում եմ երբ մեր մոտ գալիս են երեխաները, դպրոցականները, ուսանողները, դրա համար շատ ծրագրեր ենք մշակում կրթական, որոնք շատ կարևոր են, որտեղ երեխաների համար ուղղակի այցելել թանգարանը մեր այս նորաձև կյանքում, որ ամեն վարքյան երեխան հեռախոսի մեջ է, պլանշետի մեջ է, իրեն պետք է ինչ-որ ավելի ինտերակտիվ, խաղային տեսքով, կրթական ծրագրերով ներգրավել թանգարան։ Եվ իսկապես դա շատ կարևոր է եւ երեխաները շատ են հավանում մեր կրթական ծրագրերը եւ ասեմ նաեւ, որ մենք հիմա ունենք հնարավորություն մարքեթինգի եւ PR-ի մասին է խոսքը, մշակույթի զարգացման հիմնադրամ է ստեղծվել, որը մեզ շատ օգնում է եւ իհարկե սկզբում մի քիչ ավելի բարդ էր փուլերը, ոնց ենք պատկերացնում, ոնց կարող ենք համագործակցել, բայց արդեն կամաց այդ աշխատանքը երևում է եւ հուսանք, որ նաեւ այդ մեր հիմնադրամը կկարողանա յուրաքանչյուր մեր թանգարաններին օգնի այդ հարցում մարքեթինգային եւ PR-ի առումով։ Տիկին Սարյան, որքանով է լուծված վարպետի կտավների գործերի պահպանության հարցը, նաեւ վերականգնման հարցը, ինչպես է ընթացքում այդ ամենը կազմակերպվում, ինչ կառույցներ են ձեզ օժանդակում, թե դուք ինքնուրույն եք այդ բոլոր հարցերը լուծում։ Դա ամենամեծ ցավոտ խնդիրներից է, որովհետեւ 90-ական թվականների այդ բավական ծանր վիճակներում, երբ ջեռուցում չկար, երբ չկար, ասենք, օդափոխության համակարգ, նկարները շատ են վնասվել, նկարներ կան, որ դեռ Սարյանի կենթանության օրոք են վնասվել, երբ ջեռուցման խողովակը պայթեց նրա արվեստանոցում եւ տաք ջուրը ուղղակի այդ տեմպերայով աշխատանքների վրա լցվեց եւ այդ վիճակում նկարները բավական երկար էին, մինչեւ որ մենք կարողացանք օրինակ հանրահայտ եգիպտական դիմակներով նատյուրմորտը շատ էր վնասված եւ մենք հրավիրեցինք Մոսկվայի Գրաբարի անվան կենտրոնից, ռեստավրացիայի կենտրոնից մասնագետ, որը 4 ամիս աշխատեց եւ այդ նկարին կարելի ասել նոր կյանք պարգևեց, նոր շունչ եւ երբ որ ինքը աշխատում էր այդ նկարի վրա, իդեպ դա տեմպերա է, դա այնպեսի մի ներք է, որ ջրով մաքրելուց, այսինքն ջրի վրա գնում է, սա յուղաներկ չի, տեմպերան շատ կմահաճ տեխնիկա է եւ մենք չունեինք վարպետներ
Հայաստանում, ովքեր կարող էին այդ գործը իրականացնել, եւ երբ որ աշխատում էր հրավիրված մասնագետը, ուրեմն Տաթևիկ Ամիրխանյանը այն ժամանակ դեռ ինքը չէր աշխատում պատկերասրահում, նոր էր սկսում այսպես իր գործունեությունը որպես նկարիչ վերականգնող, նա աշխատում էր այդ մարդու ձեռքի տակ եւ այդ 4-5 ամսվա մեջ նա մի դպրոց անցավ եւ իսկապես դարձավ մասնագետ, տեմպերայի վերականգնող մասնագետ եւ գնալուց առաջ այդ մասնագետը ասեց կարող եք Տաթևիկին վստահել, նա հիմա լրիվ տիրապետում է այս տեխնիկայով արված գործերի վերականգնման ամբողջ հետ եւ Տաթևիկի շնորհիվ շատ նկարներ վերականգնվեցին վերջերս ավարտվեց Արաբ պարուհի տեմպերայով հայտնի նկարը Սարյանի 1913 թվականի Տաթևիկի եւ նրա եղբոր Հայկ Ամիրխանյանի համատեղ ջանքերով վերականգնվեց Կոնստանտինոպոլի շները նկարը, ընդ որում այդ նկարի վերականգնման ֆինանսավորումը ստանձնեց Վարդանյան ընտանիքը, Վարդանյան ֆոնդը, որին մենք շատ շնորհակալ ենք, որտեղ դա Սարյանի գլուխգործոցներից մեկն է, շատ հայտնի նկար, որը դեռ 1912 թվականին Լոնդոնում ցուցադրվեց պոստիմպրեսիոնիստների երկրորդ ցուցահանդեսում։ Եվ նման աշխատանք տարվում է ամեն տարի մենք 1 կամ 2 նկար կարողանում ենք վերականգնել։ Հետաքրքիր է ցուցահանդեսներ համադրելիս կամ արտերկիր տանելիս, հա, վարպետի գործերը ցուցադրության համար, որքան հաճախ եք համագործակցում հավաքորդների հետ եւ որքան են հավաքորդները նույնպես բաց համագործակցության համար։ Մենք ունեցանք վերջերս անցյալ տարի սեպտեմբերին ցուցահանդես նվիրված Մարտիրոս Սարյանի հարսին Գալինա Սարյանին եւ Ամերիկայից Մուրադյան գալերեայից բերվեց նրա դիմանկարը, որը մինչև հիմա դեռ ցուցադրվում է առանձին, չնայած ցուցահանդես փակ է, բայց վերադարձ այդ նկարի մինչև վերադառնալը մենք դեռ կարող ենք ցուցադրել։ Այնպես որ ասենք որ շատ ենք համագործակցում հավաքորդների հետ, երևի շատ բացառիկ դեպքեր կան, որովհետև ինչ ասեմ, բավական տարածքը մեր այնքան իհարկե չի ներում, բայց եթե լինեն նման դեպքեր, իսկ խոսակցություն կար, որ 1924 թվականին Սարյանի հայտնի գործերից մեկը, որը ցուցադրվել է Վենետիկյան բիենալեում, վաճառվեց բիենալեից, դա Երևան, հին Երևան կտավն է, եւ գիտեմ, որ բանակցություններ են վարվում եւ այդ նկարը կարող է գնվել մեկ հավաքորդի կողմից եւ ես իրեն խնդրել եմ, որ անպայման երբ որ դա տեղի ունենա, անպայման նկարը ցուցադրվի Սարյան թանգարանում։ Իմիջիայլոց հիշեցի, որ ունեինք նաեւ իհարկե հրաշալի մի ցուցահանդես նվիրված ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին եւ հավաքեցին գրեթե այն բոլոր նկարները, որ գոյություն ունեն Փարիզյան շրջանի Սարյանի գործերից եւ զուգադիպեց, որ Մակդուգլս աճուրդում ներկայացված էր Սարյանի Կովկասյան փողոց Թիֆլիս նկարը եւ հավաքորդը մեր ընկերն էր Արտուր Դանելյանը, մենք խնդրեցինք, որ Լոնդոնից գնի, գա Երևանով, Երևանում թողնի մի 2 ամիս ցուցադրվի այդ նկարը, ցուցադրվեց եւ մենք շատ ուրախ էինք եւ հետո գնաց արդեն Մոսկվա, որտեվ այնտեղ է բնակվում մեր ընկերը։ Այսպես լինում են։ Իհարկե դա փորձում եք հետևել ամեն դեպքում այդ ընթացքին։ Մի բան էլ հիշեցի, ուրեմն կա դոկումենտալ ֆիլմ Սարյանի մասին, Լայարդ Վաղարշյանն է ռեժիսորը, եւ այնտեղ ունիկալ կադրեր կան, որ Սարյանը նկարում է ապակու վրա նատյուրմորտ ծաղիկներ։
Եվ մի քանի տարի առաջ մենք գիտենք ու մոտ է գտնվում այդ աշխատանքը, էլի հավաքորդ Նոսով, այո, հրաշալի մի անձնավորություն էր։ Նա այդ նկարը բերեց եւ մեր թանգարանում ցուցադրված էր մոտ 2 շաբաթ եւ ունիկալ աշխատանք է, որտեղ միակն է, որտեղ Սարյանը նկարում է ապակու վրա։ Եվ եվրոպական աճուրդից է արել այդ Նոսովը նկարը, բերեց ապակի է, իհարկե շատ էինք վախենում, հանկարծ մի բան չպատահի, Փառք Աստծո բերեց, տարավ, ամեն ինչ նորմալ։ Եվ էլի հարց է ծագում, որ իհարկե եթե հնարավորություն ունենանք նման գործեր ձեռք բերել թանգարանի համար, իհարկե շատ լավ կլիներ, բայց դեռևս 2 տարի առաջ եղավ պետական ծրագրով ձեռք բերվեց Սարյանի վաղ շրջանի մի աշխատանք, դա Սանդուղտի դիմանկարներ 1898 թվականի գործ։ Գուցե նաև հասարակությունը կարող է ակտիվ լինել եւ նույն crowdfunding-ի մոդելները, որոնք կիրառվում են արտերկրում, երբ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր քաղաքացի, ով գիտակցում է իր արվեստի արժեքը, թեկուզ մեկ լումա ներդրում ունենալով գործի մեջ, կարող է աջակցել այսպիսի կարևոր աշխատանքների ձեռքբերմանը։ Գուցե նաև մենք էլ պետք է ավելի գիտակից լինենք հասարակությունը։ Թանգարանում տարվում է նաև գիտական աշխատանք եւ կազմվում է վարպետի կյանքի եւ ստեղծագործության այդ լիակատար տարեգրությունը, ինչ աշխատանքներ են տարվում, երկար տարիներ ֆոնդերի հետ կապված այդ բոլոր աշխատանքներն են կատարվել թանգարանում, ինչ ընթացքի մեջ է այդ գիտական բաժինը, ինչպես է աշխատում։ Դա ամենակարևոր հարցերից է, որովհետև գիտական աշխատանքը շատ է եւ մենք բարբերաբար գրքեր ենք հրատարակում եւ պատրաստվում է Սարյանի կենսամատենագրությունը, նաեւ արդեն տպվեց մի շատ հետաքրքիր գիրք, որ Սարյանի ձոնված բանաստեղծությունների հավաքածու եւ նաեւ այդ գրքի մեջ կան եւ երիտասարդ գրողների բանաստեղծություններ, այսինքն դրանով ցույց ենք տալի եւ իր օրոք իրեն գրեթե բոլոր մեր հայտնի բանաստեղծներ Սարյանին ձոնված բանաստեղծություններ են գրել եւ դա շատ հետաքրքիր գիրք է լինելու, այսինքն արդեն մենք տպագրել ենք այդ գիրքը։ Լուսիկը Սարյանի Մուսան անցած տարի տպագրվել էր այդ պատկերագիրքը, այսինքն ժամանակ առ ժամանակ իհարկե այդ աշխատանքը արվում է եւ գրքեր շատ ենք տպագրում։ Իդեպ այս տարի մենք ունենք շատ կարևոր ծրագիր, այն կապված է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հետ եւ իհարկե մեր թանգարանը անդրադառնում է այդ կարևոր հոբելյանին։ Մենք նախապատրաստում ենք մեծ ցուցահանդես Սարյան Իսահակյան ցուցահանդեսը, որտեղ ներգրաված կլինեն Սարյանի համարյա բոլոր ստեղծագործությունները նվիրված Ավետիք Իսահակյանին, նրա դիմանկարները, նամակագրությունը, լուսանկարները եւ իհարկե այդ հարուստ նյութը նաեւ տեղ կգտնի պատկերագրքի մեջ Իսահակյան Սարյան, իդեպ սա մի շարք է արդեն, մենք Չարենցի նվիրված ունեցել ենք նման պատկերագիրք եւ հիմա ունենանք Իսահակյան Սարյան, որտեղ ամբողջապես այդ թեման ընդգրկված կլինի եւ ներկայացված թե վավերագրական նյութի հիման վրա եւ թե նկարների ձևով։ Մայրս է բացահայտել, մենք դա չգիտեինք, որ Սարյանը ֆրանսերեն կարողանում էր խոսում էր, բայց այս վերջերս բացահայտեցինք, որ նաև գրում էր, շատ գրագետ, շատ ճիշտ, անսխալ ֆրանսերենով եւ այդ հետաքրքիր փաստել բացահայտվեց Սարյանի մասին։ Ինչ նյութեր եք հայտնաբերել։ Մի ամբողջ բլոկնոտ, այո, ասեք, ֆրանսերեն լեզվով Սարյանի, ուրեմն ճամփորդական եգիպտական ճամփորդությունից կասես նամակի ձևով է, ընկերոջն է ուղված այդ նամակները, բայց դա ձև է այդպես գրական եւ գրում է, այսինքն ինչ որ դրվագներ այդ հետարքիր իր էքսկուրսիաներից,
իդեպ ես հիշատակեցի արաբ պարահուն եւ մենք այդ բլոկնոտի մեջ ֆրանսերենով Սարյանը պատմում է թե ինչպես է նա գնացել, թատրոն է դա անվանում, դա արաբական մի ուրեմն թատրոն էր, որտեղ ելույթ էին ունենում պարուհիներ, արաբ պարուհիներ, այսպես զանգակներով մատներին, ինչ հագուստով էին եւ այդ նկարը աչքիդ առաջ է գալիս Սարյանի մեկնաբանությամբ, այն էլ ֆրանսերեն, այո։ Եվ մենք օգտվեցինք նրանից, որ ֆրանկոֆոնիայի օրերն էին, հրավիրեցինք նաեւ Ֆրանսիայի դեսպանատնից եկավ պարոն Քսավիե Ռիշարը եւ ֆրանսիական այսպես երեկո ունեցանք թանգարանում, մասնակցեցին նաեւ Հայաստանի ֆրանսիական համալսարանի սաները, որ ընթերցեցին հատվածներ այդ գրառումներից ֆրանսիական եւ նաեւ մի ուրիշ շատ դարքիր էջ, բայց դա արդեն այսինքն ինչքան դու Սարյանին ուսումնասիրես, միևնույն է կլինեն ինչ որ բաներ, որ դու չես իմացել, միշտ կարող ես բացահայտել։ Այո, Սարյանի ձոնված բանաստեղծություններ ֆրանսերեն, շատ հայտնի մի կնոջ կողմից։ Իդեպ այդ կինը հետո դարձավ շատ հայտնի, նա ամուսնացավ Ռոմեն Ռոլանի հետ, դարձավ նրա կինը։ Այսինքն ինչքան որ պեղում ես, այսպես դուրս է գալիս եւ հասկանում ես, որ Սարյանը մի անծայր օվկիան է եւ ես իհարկե կուզենայի, որ մեր արվեստի ինստիտուտը ավելի ներգրաված լիներ եւ մեր թանգարանին օգներ, ինչպես ժամանակին Թումանյան թանգարանին էր օգնում մեր գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի այդ ամբողջ կազմը զբաղվելով ակադեմիական հրատարակություններով, քանի հրատարակություն է եղել եւ ստեղծվել է տարեգրությունը Թումանյանի եւ այլ, այսինքն թանգարանը մենակով այդ ամբողջ աշխատանքը բավական բարդ է։ Հիմա կենսամատենագիտության առաջին հատորն է պատրաստում, երևի մինչև տարեվերջ կտպագրվի։ Տարեգրությունն է, որ պատրաստվում է, էլի հատորներ են դա լինելու։ Էլ չեմ ասում կատալոգ ռեզոնեն, որ դա մի երազանք է, որ կարողանանք դրա տակից դուրս գալ, որովհետև նույնիսկ պետական թանգարաններում պահվող սարյանական հավաքածուների մասին մենք լիարժեք տեղեկությունը, այսինքն գիտես նկար անունը գիտես, տեխնիկան գիտես, որ այս թանգարանում է, բայց հետո պարզվում է, որ գրանցված է սխալ տեխնիկան, այսինքն դա տեմպերա է, գրանցված է որպես յուղաներկ, դա պետք է փոխվի այդ նկարի անցագիրը գրանցված մի խոսքով բարդ պրոցեսներ Աստված տա որ մի օր դա իհարկե մենք մեր թանգարանը հրատարակեց Սարյան տուն թանգարանի հավաքածուն Սարյանի գործերի ամբողջական դա գրաֆիկան եւ գեղանկարչությունը մեր ֆոնդապահ Սոֆիա Սարյանը իրականացրեց այդ շատ բարդ աշխատանքը գիրքը լույս տեսավ հայերեն անգլերեն հիմա մենք դա նախապատրաստում ենք այս տարի պետք է տպագրենք ֆրանսերեն ռուսերեն եւ ես խնդրեցի որ մեր ազգային պատկերասրահը իրենց մոտ գտնված իսկ դա երևի մեր թանգարանից հետո երկրորդ ամենամեծ եւ հարուստ հավաքածուն է Սարյանի գործերի, որ նրանք նմանատիպ ալբոմ հրատարակեն, կատալոգ իրենց մոտ պահպանվող Սարյանի գործերի։ Եվ դե իհարկե բարդ էր վերանորոգում էր այդ ամբողջ օր առաջ սպասում ենք այդ կատալոգի լույս ընծայմանը, որը բավական սպասված է։ Թերևս վերջին հարցը Սարյանի ընտանիքում ինչ ավանդույթներ են պահպանվել, որոնք անցել են այդպես սերնդից սերունդ, հատկապես ավանդույթներ, որոնք վերաբերում են արվեստի ուսումնասիրությանը, կրթությանը։ Իհարկե այդ բնության հանդեպ սերը, որ դա մի ինչ ասեմ, Սարյանի համար պաշտամունք էր բնությունը, որտեղ մենք Աստծո հետ առնչվում ենք հենց բնության միջոցով այդ ամբողջ հրաշքները, որ մեզ շրջապատում են,
միջայլոց մարդիկ սովորում են այդ հրաշքներին եւ իրենց թվում է դա բնական բան է, սևահողից մի հատ ծաղիկ է դուրս գալիս, չգիտես, հրաշալի գույներով եւ այլն։ Բայց դա հրաշք է, չէ՞։ Եվ այդ հրաշքը ամեն տարի գարնանը, ամռանը դու տեսնում ես եւ նա միշտ ասում էր, որ մարդիկ պետք է երբեք չկորցնեն այդ զարմանալու, ուրախանալու, երեխայի նման ամեն ինչ ընկալել, կարծես առաջին անգամ ես տեսնում եւ դա փորձում ենք նրան նմանվել այդ տեսակետից, ինչքանով է ստացվում, չգիտեմ, բայց այս մեր առօրյայի մեջ, երբ որ դու կարողանում ես դուրս պրծնել քաղաքից եւ ընկնվել բնության գիրկը, դու հասկանում ես, որ դա իսկապես բուժիչ հատկություն ունի բնությունը, այդ կանաչ խոտ, ծաղկող ծաղիկները, ծառերը, դա մի ուրիշ բան է։ Դա մի ուրիշ բան է եւ ինչքան շատ է մարդ կտրվում բնությունից, այնքան նա խեղվում է։ Երեխաները հիմա որ անդադ այդ ամեն ինչի մեջ են, կոմպյուտեր է, հեռախոս է եւ այլն եւ նույնիսկ որ գնում ես բնության գիրկը, էլի զորով իրենց կարողանում ես այդ ահավոր բաներից պոկել եւ ասել նայեք, ձեր շուրջը նայեք։ Կորացած են հիմա մարդիկ ապրում, դա ահավոր է։ Եվ գիտեք, ինչով է բացատրվում Սարյան մեծ վարպետի զորությունը։ Մարդիկ կարոտած են այդ մաքրությանը, բնության, աշխարհի գեղեցկության, նրանք դա գտնում են Սարյանի կտավներում։ Նրանց մոտ կա այդ գալիս են եւ նորոգված դուրս են գալիս մեր թանգարանից։ Եթե կարդաք մեր այցելուների տպավորությունները, տարբեր աշխարհի անկյուններից գալիս են եւ նույնն են գրում։ Շնորհակալության խոսքեր շռայլում վարպետ Սարյանին, որը նրանց այդ լիցքերն է հաղորդում, մինչ օրս։ Նա գրել է, որ իր տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի եւ ասում է նաեւ ես էլ միշտ բաց եմ եղել իմ նկարների պես, այնպես որ ես առաջարկում եմ մեր հեռուստադիտողին թակել այդ դուռը, պարբերաբար թակել այդ դուռը եւ վայելել վարպետի գործերը, վայելել այն արվեստանոցը, որտեղ մինչ օրս թևածում է վարպետի ոգին եւ դու դա զգում ես, երբ մտնում ես այդ արվեստանոց։ Այսօրվա համար այսքանը, հիշեցնեմ, որ այսօր Art-Focus-ում զրուցում էինք Ռուզան Սարյանի եւ Բելլա Իսահակյանի հետ։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։